Համարյա բարի կեսօր սիրելի ընկերներ եւ եկել եմ ձեզ հետ կիսվեմ եւ մեր առաջին օրվա սերիան նկարեմ ու գլուխ գովամ, որովհետեւ եկել եւ ապշել եմ գույնից չէի տեսել որ մենք այսքան մուկ յասաման ունենք եւ ես նրան կսիրեմ, կփայփայեմ, կխնամեմ հիմա ստուգեմ տեսնեմ տակը չկա կա բայց կարծում եմ արդեն գարնանը կլինի եւ սա ամենամուկ տեսակն է որ ես երբևէ տեսել եմ Հայաստանում Եվ ահա սրանով էլ կտարբերվի մեր հյուրատունը, իսկ ովքեր նոր են միանում մեր ուղիղ եթերներին եւ հյուրատան կառուցման այսպիսի սերիալ ֆորմատին, շատ հակիրճ ներկայացնեմ, որ մենք ունենք հին տուն, որը դարձնում ենք հյուրատուն գրեթե առանց գումարի եւ այսօր շաբաթօրյակ ենք հայտարարել եւ մեր շատ սիրելի պաշտելի Վանյան Կարինեն բոլորդ իրան ճանաչում եք։ Մեզ համար սուրճ է պատրաստում, իմ բաժին սուրճը տվեք։ Խնդրեմ, ոյ։ Օխ, ինձ առանց համար։ Հա, խնդրեմ։ Մերսի։ Ահա։ Հա ուր այն եգիպտական շոկոլադա, այսինքն մենք այսինքն ենք ապրում։ Եվ այսօր օգտվելով առիթից, քանի որ Այև աշխատանքային չի եւ իմ շատ ընկերներ արձագանքել են ու բոլոր սերիաների մեջ այսպես ես ձեզ ցույց եմ տալու շատ ծայրահեղ անմխիթար վիճակը այս ավելուկներս կեսուրս այսօր կգա կքաղի եւ կհյուսի եւ մեր մյուս յասամանը ձեզ ցույց կտամ ինքն էլ էս գույնա բայց տեսեք որ տեսակն է որ ոչ թե 5 թերթիկ է սա էլ յուրահատուկ սորտ է այլ Փնջային Յասամանի բաց ու մուկ գույնը սիրելու հետ կապված միշտ համեմատում եմ կամ խոսում եմ երբ որ ասում ենք սև կատուներին չեն սիրում, սպիտակ կատուներին են սիրում, ես բոլոր գույները սիրում եմ եւ սիրում եմ բոլոր ծաղիկները։ Եվ այսպես մենք ունենք տուն, որի ներսը ընդամենը 45 քառակուսի մետր է, որը ընթացքում ցույց կտամ եւ ներողություն շատ գեղեցիկ հողամաս Սարսափելի վատ վիճակում տարածք, որը պետք է մինչև հունիսի մեկը կարգի բերենք, որովհետև ես նաև սիրում եմ դնել ինքս իմ առջև հանձնարարություն մարտահրավեր եւ կատարել։ Եվ այսպես այսօր մայիսի 2-ն է, գրեթե ոչինչ արված չի, բայց ես deadline ասվածը անգլերենով ժամկետ եմ դրել, որ հունիսի 1-ին պետք է գրառում անեմ ու ասեմ, որ այսօր մեր հյուրատան բացումն է, իդեպ անուն դեռ չենք ընտրել եւ խնդրում եմ անուններ առաջարկեք տարբերվող, կանչող, հետաքրքիր, որ մարդը կարդա ու ասի, ես երազում եմ լինել այդ հյուրատանը։ Մեր ծառերը այսպիսին են, շատ մեծ եւ նրանք ոչ թե բերքի համար են, այլ անտառի էֆեկտը պահելու։ Ես օրվա մեջ այսօր երևի 4-5 սերիա կնկարեմ, որովհետև էտելու ենք ծառերը, ներկելու ենք ծառերը եւ արդեն առավոտ եւ երեկոյան դուք տարբերությունը կտեսնեք, ինչպես ասում են դոի պոսլե տարբերակով եւ նաեւ ձեզ ցույց տամ հպարտազան հիանամ ոգեշնչվեմ։ Գիտեք չէ որ սա հենց ինքը թերապիա է։ Սա մեր սերկևիլի ծառն է։ Եվ մենք, քանի որ եւ սերկևիլ, եւ տանց, եւ նուր, եւ ծիրան, եւ թուզ, սալոր ու շատ հաղարջ բերքատու ծառեր ունենք, որոնք որ մասուր, բայց մասուրը մի քիչ էլ է մետելու, կհիշեք նախորդ անգամ մաքրել եմ մի քիչ այս հատվածը։ Մենք բերքը չենք հավաքելու եւ մեր զբոսաշրջիկները, ովքեր որ գալու են, վարձակալելու են եւ գիշերակացող մնալու են, նրանք օգտվելու են այս բերքից, այսինքն ֆորմատը լինելու է այնպես, որ իրենք քաղաքից գյուղ են գալիս եւ իրենց 2 օրը շաբաթ-կիրակին անց են կացնում գյուղում։ Դե գնամ անցնեմ նախապատրաստական աշխատանքներին, դիմավորեմ մեր մնացած կամավորներին, ովքեր գալիս են, ճանապարհին են եւ այսօր մենք միասին մեկ օրվա մեջ կարծում եմ մի ամսվա գործ կանենք, որովհետև արդեն
մոտ 20 օր է ես հայտարարել եմ, որ մենք դարձնում ենք այս տարածքը հյուրատուն եւ անձրևներից հետո էլ փոտը այսքան մեծացել է ու գրեթե գործ չի արվել։ Սպասեք անակնկալների, բացեք ձեր երազանքի նոթատետրերը, եթե չունեք, վերցրեք եւ սկսեք պլանավորել ինչպես ձեր հյուրատունը դարձնել, ձեր գյուղի տունը դարձնել հյուրատուն 1 ամսվա ընթացքում հնարավորինս քիչ գումարով անպետք իրերին երկրորդ կյանք տալով։ Այսօր ամբողջ օրը հետևեք, որովհետև նաև ներսի տարածքն եմ ցույց տալու արված աշխատանքները, նշեմ, որ նաև գրում եմ բոլոր ծախսերը, թե Քրիստինեն գրում է, որ սուրճի ինքն է դնելու, դու սուրճ դնել չես սիրում, Քրիստինե ջան, իսկ Կարինեն, մեր ընտանիքի Կարինեն, արդեն մեզ մի անգամ սուրճ տվել է, այնպես որ դու կխաշես ձուն, կարտոֆիլը, կանաչին կմաքրես եւ միասին մեզ ընդմիջումով կապահովեք։ Այսօր ունենալու ենք գյուղական ընդմիջում եւ անկախ նրանից ցանկանում եք ինչ որ բանով օգնել թե չէ, եթե կեսօրին սոված կլինեք, համեցեք մեր մոտ պիկնիկ ֆորմատով ընդմիջման։ Մենք գտնվում ենք Խարբերդում եւ ինչպես շարունակեմ միտքս նշեցի, ես բոլոր ծախսերը գրելու եմ, անգամ կիր ենք գնել օրինակ 3000 դրամ, 3 գնումներ ենք կատարել եւ նոր Խարբերդ Արևիկ Նեղազարյան հարցնում, որ գյուղն է, իրականում Շենգավիթ համայնք, Երևան, Նոր Խարբերդ, բայց գյուղը Եվ կետերով նշելու եմ ծախսը, որպեսզի ձեզ ցույց տամ ինչ վիճակից սկսեցինք, ինչքան ծախս ենք արել եւ հետագայում նույն կերպ օրագիրը պահելու եմ։ Նաեւ ձեզ գրել եմ, որ ուղեցույց օրագրի վրա եմ աշխատում, որպեսզի շատ շուտ հնարավորինս մոտ ապագայում այն տպագրենք եւ ես բոլորիդ կբաժանեմ, բոլորին ում պետք է, ովքեր ցանկանում են հյուրատուն ունենալ, որպեսզի պլանավորեն իրենց բիզնեսը, ունենան իրենց բիզնեսը եւ իրենց գյուղի տունը, եթե անգամ չեն ապրում, բայց տունը կա, դարձնեն հյուրատուն։ Ես ձեզ ցտեսություն չեմ ասում, որովհետեւ կմիանամ 1-2 ժամից։ Արև ձեզ։